Ես իմ ականջով եմ լսել։ Հին տան մոտ մարդ էի դրել, որ եթե հանկարծ ձեր հետևից գան իմանանք ով է։ Բայց այտենց էլ ոչ մեկ չի եկել։ Ու այդ նշանակում է, որ Արամը ձեզ չի ծախել։ Կներես ինձ Արամ, կներես, ես էլ ինչ ասես ասում էի, մեղադրում էի գնալուց առաջ։ Լավ մտածի, թե ինչ ես ասելու Գոր, որովհետև դրանից հետո դուք ետ դարձի ճանապարհ չունեք։ Ես տղերքի փոխարեն ոչ մի բան չեմ կարող ասում։ Մենակ իմ մասով կասեմ։ Ես մնում եմ։ Ու երդվում եմ իմ բոլոր սրբություններով։ Որ կանեմ ամեն ինչ, որ բեկը ու այն մարդիկ, ովքեր որ կապ ունեն Արամի ու Նանայի սպանության հետ մեռնեն։ Ես էլ եմ մնում։ Ես էլ։ Բոլորս էլ մնում ենք։ Ես հարգում եմ ձեր որոշումը։ Ես էլ տենց կանեի, բայց դուք պետք է իմանաք, որ ես չեմ կարող ձեզ օգնել։ Հավաքի ժամանակ Թորգոմը խոսք է ասել, որ Արամը Սևակն ու Դավոն կապ չունեն ոչ սպանությունների, ոչ էլ դրանց պլանավորման հետ։ Բայց այս զապիսը ազատում է բեկի ձեռքերը։ Ու եթե մենք հիմա ձեզ օգնենք, այդ կնշանակի, որ դուրս են գալիս սաղի դեմ։ Հարցը այն չի, որ ես չեմ ուզում կռվեմ ձեր համար։ Հարցը նրանում է, որ ուժերն են անհավասար։ Դրա համար խորհուրդ եմ տալիս, որ մտածեք մինչև առավոտ։ Երկար մտածեք, որովհետև սա փոխելու է ձեր կյանքը։ Դառնալու եք իզգոյ, եթե նույնիսկ ողջ մնաք։ Գիտեմ, հիմա մտածում եք, որ կսպանեք բեկին ու դրանով ամեն ինչը կլուծվի։ Բայց այդ այդքան էլ տենց չի։ Հիմա ամբողջ կրիմինալ աշխարհն ու խոշոր կլանները բեկի թիկունքին կանգնած են։ Պատերազմել բեկի հետ կնշանակի պատերազմել սաղի դեմ։ Ես առավոտ անձամբ կգամ ձեր պատասխանի հետևից։ Ճանապարհի ինձ Գոր։